Բարև ձեզ հայեր ջան։ Ուրեմն երեք արդեն լուր տարածվեց, որ վեհապարի վրա և մնացածների վրա քրեական գործ են հարուցել։ Պատճառը ստեղծել են նրա համար, որ կարող արգելանք դնեն երկրից դուրս գալու և չթողնեն գնան ժողովը, որ պետքա Հայաստանում անցկացնեին, խանգարեցին Սուրբ Էջմիածինի վրա հարձակվելով, վեհապարը որոշեց, որ պետքա Ավստրիայում անցկացնեն, հիմա ուզում են տարբեր խոչընդոտներով խանգարել այդ ժողովին, այդ ժողովը անցկացնելուն։ Ես չգիտեմ, այս երկրում իրավաբան գոյություն ունեն, գոյություն ունի քաղաքացիական դատարան, այսինքն դատարան, որը զբաղվում է ժողովրդի միջի մարդկանց, քաղաքացիների միջի ծագված խնդիրների վերաբերյալ, սենց ասեմ, գոյություն ունի արբիտրաժնի սուդ, այսինքն եթե հիմնարկների մեջ է վեճ առաջացել կամ մարդու և հիմնարկների մեջ, նման հարցերը քննում է արբիտրաժնի սուդ։ Ես զարմանում եմ, հայ առաքելական եկեղեցին պետականությունից դուրս է, սա Հայաստանի առաքելական եկեղեցին չի, հայ առաքելական եկեղեցին է, այսինքն ամբողջ հայության եկեղեցին է։ Երկրորդը, մեր եկեղեցին գոյատևում է ոչ թե պետական բյուջետից, այսինքն էլի մեր փողերով, ոչ, ինքը գոյություն ունի, գոյատևում է, այսինքն ֆինանսապես, բարերարների, ներդրումների, սենց է ներդրում չի ավելի ճիշտ, օգնությունների միջոցով, ով իրավունք ունի ԱԱԾ-ը, քննչագանը, ոստիկանությունը, վեհապարին զրկել են անգամ պետական ախրանայից, ով իրավունք ունի քիթը կոխի հայ առաքելական եկեղեցու գործունեության մեջ, են էլ դատի դատաստանի տա վեհապարին, այ վարչապետը պատասխանատու է և ժողովրդին և դատական իշխանությանը, բայց ոչ վեհապարը, ժողովուրդ։ Ելնում են փաստաբաններ, երկու բառ են խոսում, ժողովրդի վրա են գցում, բա որ այդքան գրակետ եք, բա որ մի բանակ փաստաբան կան, թե ջվուդներովց չեք ուզում, թե ջվուդներովց չեք ուզում, ձեր ջվուդները, որ ելել են մեր եկեղեցու դեմ, պատստավկա անեք իրանց, հա, դուք այդքան բան չեք հասկանում, որ սահմանադրությունով անգամ իրանք ոչ մեկը իրավունք չունի քիթը կոխի վեհապարի և եկեղեցու գործերի մեջ, ով ասեց, որ հոգևորը իրավունք ունի գնա սովորական դատարանին բողոքի ու դատավոր որոշում կայացնի, այդ գործից հանել են, մի օրվա մեջ հարց են լուծում, բա որ մեզ խփում են, ջարդում են, ասում են մի հարվածը հարված չի, էդի ոնց է այդ դատավորներն ուր են նայում, աչքից առաջ մերան ծեծելով, ջարդելով, քֆուրներ գրելով, քֆուրներ ասելով, այդ
Փաստաբաններն ուր են նայում։ Ժողովուրդ ջան, ոնց որ Վատիկանը առանձին պետություն է պետության մեջ, ոչ մեկ իրավունք չունի իրան հսկելու, էտենց էլ հայ առաքելական եկեղեցին է, դա մեր ամբողջ հայության եկեղեցին է, մեր փողերով, մեկը մի դրամ է տալիս, մեկը մի միլիոն է տալիս, ոչ մեկի գործը չի, դա մեր ու Աստծու գործն է։ Ով ասեց ընդհանրապես արխիեպիսկոպներին իրավունք ունեն ձերբակալելու։ Ով ասեց իրավունք ունեն։ Իրանք նույն ձևի Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ձայնի իրավունք ունեն, կարծիքի իրավունք ունեն։ Եթե ինչ որ խնդիր ունի, թող ոչ թե եկեղեցու անունը շոշափեն, այլ որպես քաղաքացու պրետենզիա ներկայացնեն։ Այո, ես 1000 անգամ ապացույցել եմ Բագրատի սատանիստ լինելը, Աջապանյանի քուրդ լինելը, Վատիկան ավարտելը, ասել եմ հադուկ տերդերի հակուստով, ելնում են ելույթներ են ունենում, որ հարվածը տան մեր եկեղեցուն հետ խաղն են խաղացել, ժողովուրդ ջան։ 1000 անգամ ասում էի, ելեք առանց տերդերի շորերի ինչ ուզում եք խոսացեք։ Բերեցին հասցրեցին անօրինական քայլերի, որ այսօր հարձակվում են մեր հայ առաքելական եկեղեցու վրա եւ վեհապարի վրա։ Այո, ջվուդներով այդ խաղը խաղցան, ժողովուրդ ջան։ Հիմա ոչ մի փաստաբան, մենակ խոսում եք, բա վերցրեք թուղթ ու գրիչ ունեք, շատ լավ գիտեք, որ ասած խոսքը մենակ Նիկոլի ու Տրամպի կառավարումներ երկրով Facebook-ով։ Մեր խոսքը Facebook-ով չի անցնում, ասում են գրավոր պիտի լինի։ Բանստեք բողոք գրեք միջազգային ացիաներին, ձեր ջվուդներին, որ ներսի ջվուդները օրենք են խախտում, միջազգային օրենքները։ Սահմանադրությունը ոտնահարվում է Հայաստանում։ Գրեք, ինչի չեք գրում։ Ելնում եք իմպիչմենտ եք խաղում, երբ որ ասում եմ իմպիչմենտ չի։ Փաստացի ազգը Բաղրամյանի վրա 100,000-ից ավել ժողովուրդ կար։ Ստորագրություն հավաքենք, զրգենք ոչ թե միայն Նիկոլին ամբողջ իրան կառավարությունը իշխանությունից, վերցրին ինձ բեմից գցին ցած տեսակ ժողովուրդ ջան։ Նորից էլա, նորից միկրոֆոնն են պահում չէին տալիս։ Կարինե Տոնոյանը, մասոնը, Բագրատ Լալայանի ներկայացուցիչն է, ժողովուրդ ջան։ Հետևս կայնաձեր գոռում էր, տրակվում էր, իքի քեզ ասում եմ, ստեղ ես պիտի կայնեմ։ Ինչ զոյվածի մեր։ Ինչ զոյվածի մեր, զոյվածի մերն էդ ոնց է Նիկոլի համար դոշ են տալիս, ասում է հենց հիմա ազգովի։ Ինք ոնց եկավ հրապարակ, ասեցին ամբողջ ազգը ստեղ է հրապարակում է։ Ամբողջ Բաղրամյանը ծերից ծեր բարեկամության միտրոյից միջև պրոսպեկտի սկիզբը ամբողջ ազգը լցված էր։ Զրգում է իշխանությունից Նիկոլին։ Կարին Տոնոյանը ու մնացած Քոչարյանի այնտեղ Վարդավանյանը, ինչա Սահմանադրության դատարանի Վարդավանյանը։ Այո, Քոչարյանի շտաբի Վարդավանյանը, որ Սահմանադրական դատարանի դատավոր է։ Կայնաձեն բեմի վրա։ Ինչի քծին ինձիցած հարմար չէր Նիկոլին զրգել նույն պահին իշխանությունից։ 10 անգամ իմպիչմենտ են խաղում Զուկարանի թղթի վրա։ Կատակ միան ժողովուրդ ջան։ Վերջերս Աննա Աբրամյան, Նարեկ Մալյան իմպիչմենտ են խաղում։
Ուր են այդ թղթերը։ Ուր են այդ թղթերը։ Ինչի չեն գրում գրավոր բողոքներն ու ներկայացնեն, ելնում են Անժոյի դուքյանում խոսում են, ավտոների մեջ նստած լայվ են անում, ժողովուրդն ա մեղավոր, հայ ազգն ա մեղավոր, զեկուցում են բան չեն անում հայերը, գալիս ենք ասում են շնորհակալություն որ եկաք, գնացեք հետո նորից գկաք, ժողովուրդ ջան, հայեր ջան, ոչ մի օրենքով հայարակելական եկեղեցու վրա հարձակվելու հիմքեր չունեն, իրավունք չունեն, ոչ ԱԱԾ-ն, ոչ ոստիկանությունը, ոչ քննչագանը, ոչ դատական իշխանությունը, վեհապարի որոշումը ոչ մեկը իրավունք չունի, ոչ մեկը իրավունք չունի վերանայելու։ Բա ասեցի Նիկոլը եթե 10 ստորագրությունով վեհապարին զրգում է իրան ստատուսից, օծված վեհապարին, 3 ստորագրությունը պետք է որ իրան զրկենք իշխանությունից։ Եթե 10 միլիոն հայի, հլը չեմ ասում որ 100 միլիոն ենք, եթե 10 միլիոնի դիմաց 10 հատ արխիեպիսկոպա բերե թլպատված թուրքերին, ուրեմն 3 միլիոն քաղաքացու վարչապետը, չնայած ինքսկի իրանց ջվուդների վարչապետն ընդամենը, ոչխարապետն ավելի ճիշտ, ընդամենը 3 ստորագրությունով, ուրեմն կարանք Նիկոլ հանենք, ըստ իրանց արած քայլերի, ժողովուրդ ջան, երկա երկում, բա երգիր են սարկում, մենք երգիր ունենք, երգիր մեզ սարկել պետք չի, քոչվորներն են սարկում մեր հողերի վրա, չեք հասկանում հայեր, բա ինչ են գրել, վարչաբենդ, վարչապետ չեն գրել, վարչաբենդ, բենդ անգլերենից եթե թարգմանենք, կռացնող, սկլանյաющий, կոբիդ ասած ինձ գներեք կզծնող, գնացել են պարում են, նգարել են ենդեղ, չգիտեմ կզծնող են նգարել, թե Սյունիքի կամուրջ են նգարել, թե դվավադնոմ են նգարել, Սյունիքի համար կզծրեցին կի պրտեմեզի, ու գնացել են երկում են, որ երգիր են իրանք կառուցում, մենք երգիր ունենք, մեզ երգիր պետք չի կառուցել, կառուցում են երգիր մեր հողերի վրա, քոչվոր կառակոյունները ժողովուրդ ջան, խելքի արեք հայեր, հերիկա ձեռ առնեն, հերիկա անօրինական խաղեր տան, ձեզ խապելով, օրը բարին գա, դրել եմ պոստը, չեն էլ գրում, չեն էլ կարտում, թե ինչ եմ գրե, որ ջվուդները բուլդոկների նգարները քծել են, թե ում կընտրեք, սոցիալագիչսկի ապսլեդովնի են անում, հայերի բեյնի գոլը իմանան, տեսնեն ստավկեն ում վրա դնեն, չեն էլ կարտում, թե ինչ եմ վերնագիրը գրե, որ բոլորին էլ ձեռ եմ արե, նստած քվեարկություն են անում էջիս վրա, չեն էլ կարտում, չեն էլ կարտում, չեն էլ ուսումնասիրում, որ ես մարդը կողորտը ճղեց, որ ընտրությունով հարչենք լուծի, սաղ իրան շներն են, սաղին բիդի կախարան, այո, ոտերից, քվեարկում են էջիս վրա, ամեմեկ իրան տուզիգին դոկ ա ներգայացնում, դոկ, չգիտեմ ենդեղ էլ ինչեր կան, բա, ժողովուրդ ջան, ուրեմն իմացեք, բոլոր այս ինչ որ դուք տեսնում եք, իրավաբանները ռուլին նստած, Անժոյի դուքյանը նստած,
Անժոն ամուսնացած չի, երեխա ունի, խաբար եք։ Դագաղանում գրել էր, Անժոյի դուքյանում երկու բաժակ ալկոգոլ ենք խմում, որ խոսանք, բա պիտի տրամադրվեն, դերի մեջ մտնեն սուտը խոսալու համար։ Հասկացաք ժողովուրդ ջան, ոչ մեկը իրավունք չունի կպնի մեր հայ առաքելական եկեղեցու։ Դա հայ առաքելական եկեղեցի է։ Հայաստանի առաքելական եկեղեցին չի, Հայաստանի բյուջետով չի սնվում, աշխատավարձ մեր տեր հայրերը չեն ստանում, Հայաստանի բյուջետից սնվողները պատասխանատու են և հայ ազգին և դատարանին։ Հասկացաք ժողովուրդ ջան։ Մեր հայ առաքելական եկեղեցին գոյատևում է մեր հայ բարերարների փողերով։ Ոչ մեկին բացի իրանց հաշվետու չի։ Վերջերս որ ելել էր բարերարը, որ իրան փողով եկեղեցի են սարքե բերել են քսի են տվել, որ եկեղեցին Իրանա, բարով ես եկե։ Անունդ գրել ես բարերար։ Ուրեմն հրաժարվել ես սեպագանատեր լինելուց։ Այդ Նիկոլը, որ քեզ բարբոս, անուն ազգանունն էլ չգիտեմ, բերել էր կայնել ես, որ եկեղեցին իմն է, լուրջ։ Եկեղեցին կառուցված է եկեղեցու հողի վրա, սեպագանաշնորհված։ Այո, եկեղեցու սեպագանաշնորհված հողի վրա կառուցել ես, անունդ գրել ես բարերար, ոչ թե գրվել ես սեպագանատեր, ասուն էր ուզում խապել բարերար դաղնալ, օրշնանք ստանաս գործերիդ համար, դե հիմա իմացի, անուն ազգանունդ էլ չգիտեմ ինչ զիբիլ ես, ջրով բերած ջուրն ա տանելու, էդ էգար կայնար եկեղեցուց եդ էր խնդրում, այսինքն քասիբին օգնել ես, գնացել ես կերած հացն ես ուզում, քրիստոնյա ես էտենց, հասկացաք ժողովուրդ ջան, ստատուսը ընդունել է բարերար, ինքը ոչ մի իրավունք չունի այդ շենքին։ Ձեզ այսենց խապում են, դրա համար հենց մեր հոգևորները մտել են լայվ, թողի փախել են։ Ուր լինում եք, ինչ տեսնում եք, իմացեք, որ կորեսպոնդենտների 99% թուրքա ջվուդ են։ Մտեք YouTube ալիքս, այնտեղ Պարիս Հերունիի կամ Արարատը հայերիս էջի վրա, Պարիս Հերունիի հոդվածն եմ դրել, էլ խոմագդան չի ասում, մենց հայն է ասում, ակադեմիկոսն է ասում, որ հայի տակ թաքնված մամուլի աշխատողները ուդում են Հայաստանը։ Տաշիրին պախարագում էին, որ Նիկոլին վերընտրել տվեց, ձև թապեցին ավելի ճիշտ, Նիկոլին եկավ ձեռով շնորհավորեց, այն Նիկոլին, որ 80% Արցախն էր հանձնել։ Տաշիրն եկավ, վերընտրել տվեցին Նիկոլին, երկարաժամկետ արեցին Նիկոլի իշխանություն, տվին մնացած երեխեքներին կոտորեցին, Արցախը հայությանը ցիստերը բերեցին թուրքերին կայնացրեցին 100 տոննանոց, տրակցրին 500 հոգի հայ տղամարդ մի վարգյանում տրակցրեց Նիկոլը, Տաշիրի բերած Նիկոլը։ Հայերին հայաթափ արեցին Արցախը հայաթափ արեցին, Տաշիր դարձավ լավ տղա։ Տաշիրն է, որ կա լավ բիզնեսմեն է, յա լուրջ։ Լավ էլ ծախեցին։
Բա վերջերս խոսում էր Էրդողանն ասելա, որ Նիկոլին աջակցելու է անդրությունների, հարցնում է 18 թվից, 23 թվից, թե 26 թվից ես աջակցելու, Տաշիրն է հարց տալիս Էրդողանին։ Այո, Էրդողանը աջակցում է Տաշիրների միջոցով։ Այո, Տաշիրն օգնեց Նիկոլին վերընտրվի, որ մնացած ինչ տեսնում եք կապիտուլյացիայից հետո ինչ արելա։ Սաղ Տաշիրի օգնածն է։ Հիմա մեզ ասում են Տաշիրն է փրկիչ։ Ժողովուրդ ջան, հույսերս կդրեք ընտրություններից։ Այս հարցը ունի մի լուծում, ինչ արել են դարերով մեր գլխին եղեր։ Պատասխան եղեր պետքա տանք։ Պատասխան եղեր, վրեժխնդիր ունենք լուծելու։ Մեր պաբերի համար, մեր երեխեքների համար, մեր հողերի համար։ Ուրիշ ինչ նստած են։ Ես չեմ հասկանում թիվ են ընտրում առաջինը, երկրորդը, երրորդը, չորրորդը, դոկ, չգիտես ինչ։ Եթե լիդերները կլիչկա ունեն, կլիչկա, ընդեղ ուր է մարդ, դուք պատկերացնում եք Վիկտոր Համբարձումյանին, Պարիս Հերունին, Պարուր Սևակին, Չարենցին, Կլիչկով անվանեն։ Դրանով հերիք է, որ ես ձեզ իրանց չմագարդակը ցույց տվեցի, ժողովուրդ ջան, մենք ընտրելու ոչինչ չունենք։ Մենք ունենք մի հարցի լուծում։ Այդ ով որ մտածում է, որ ինքը մեզ կզծնողն է, կզծնել իրան ամբողջ իրան 800,000 սուրումով։ Այո, կզծնել, բարի բուն իմաստության, շալվարը հիջեցնել են թլպատվածը կրդել, որ իմանան աշխարհն ինչ կա։ Եղավ հայեր ջան։ Այդ իրավաբանների լայվերի տակ գրավոր գրեք բողոքները գանք ազգովի ստորագրենք։ Ու ոչ թե Չախալյանի նման, ասի Նիկոլ գիշեր գնանց օրեն կընդունեց, մի տարի նստան ստորագրա հավաքարեցին։ Ուր են այդ թղթերը։ Ուր են այդ թղթերը։ Այ մեգրելի տագել թակնված մանգոլ գլխով, մանգալոիդնի գլխով։ Չախալյան, կնիգդ մեգրելների տակ գիտեք ովքեր են թակնված ժողովուրդ ջան։ Բերյան էլ ա մեգրել եղել, ազերի, խազերի, հասկացաք Չախալյանն ով ա, որ հարցակվել էր բոզերի բանդայով Մանվելի տան վրա, դուշոնկա էր խաղցնում։ Մեգրելների տակ թակնված են, իսկ Չախալյանը մեգրելա, կնիգը մեգրելա, գնում են եկեղեցում, կայնում են, նկարվում են, տարածում են ինտերնետով, իբր թե հայա, քրիստոնյա։ Մեգրելա, մեգրելների տակն էլ թակնված են ազերները, խազերները, խազարսկե կգանացտվը ջևուդները կարուծում են, բա գորում է, դարերով երկի մեջը գորում է, խոսքերը լսեք, երգիր են կարուծում։ Երգիրը իրանք են կարուծող, քոչվորները, որ հող չեն ունեցե, մեզ սպանելով երգիր են կարուծում, հասկացաք հայեր ջան, այդ չոբան, ենենց կզծնեմ, որ իմանաս աշխարում ինչ կա, այ համբալ թլպատված շուն, գնա երեխու ծոցը քնի, Արպինեի ծոցը քնի, մի տասադել կարակոյուն արպինետ քեզնից ծնի բերի, վիդյոն դրել եմ էջիս, իմացեք ժողովուրդ ջան, սենց բան չկա, գրեք, պասիվ մի մնացեք, էջերի վրա գրեք, տեսնեմ, որ գիտեք, հասկանում եք, մամաները լացացնում եք, կզծնող եք նախտ, շնորհակալություն հայեր ջան։